Ողջույն սիրելի հետևորդներ, USR Media-ի եթերում ԱՄՆ գլխավոր լուրերն են, բայց մինչև դրանց անցնելը կցանկանամ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեր աջակցության համար, այն որ հավանում եք նյութերը, բաժանորդագրվում ալիքին եւ տարածում, դրանով իսկ մեզ մեծ աջակցություն եք բերում։ Եվ այսպես Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներգաղթի վերահսկման նպատակով Medicaid ծրագրում գրանցված միլիոնավոր անձանց անձնական տվյալները ներառյալ ներգաղթի կարգավիճակը փոխանցել է արտաքսման ծառայություններին ԱՄՆ-ում իր լայնածավալ ներգաղթի ճնշման շրջանակներում։ Associated Press-ի կողմից ստացված ներքին հուշագրերն ու էլեկտրոնային նամակները ցույց են տալիս, որ Medicaid-ի պատասխանատուները փորձել են արգելափակել տվյալների փոխանցումը հղում անելով իրավական եւ բարոյական մտահոգություններին, սակայն առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերի երկու բարձրաստիճան խորհրդականներ հրահանգել են տվյալների փոխանցումը ներքին անվտանգության նախարարությանը։ Տվյալների հավաքածուն ընդգրկում է Կալիֆոռնիա, Իլինոյս, Վաշինգտոն նահանգների եւ Վաշինգտոն DC-ի բնակիչներին, որոնք թույլ են տալիս առանց քաղաքացիության անձանց գրանցվել միայն նահանգային միջոցներով ֆինանսավորվող Medicaid ծրագրերում։ Փորձագետները նշում են, որ կառավարությունը կարող է օգտագործել այդ տվյալները ոչ միայն միգրանտներին գտնելու, այլև մերժելու նրանց մշտական բնակության կամ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը, եթե նրանք որևէ պահի օգտվել են դաշնային միջոցներով ֆինանսավորված Medicaid-ից։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի գրասենյակը հայտարարել է, որ տվյալների նման օգտագործումը խիստ մտահոգիչ է եւ կարող է լինել ապօրինի։ Նահանգային եւ դաշնային մի շարք պաշտոնյաներ, այդ թվում կոնգրեսական Լաուրա Ֆրիդմանը, դատապարտել են այս քայլը, այն որակելով որպես մարդու բուժօգնության կարիքը նրա դեմ օգտագործելու փորձ։ Լոս Անջելեսում իրավիճակը շարունակում է մնալ լարված, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ներգաղթի հարցերի շուրջ բողոքի ակցիաների ֆոնին քաղաք են մուտք գործել ծովային հետևակայիններ, սկսելով իրենց ծառայությունը Ուիլշիրի դաշնային շենքի մոտ։ 700 ծովային հետևակայիններից մոտ 200-ն արդեն Լոս Անջելեսում են եւ ինչպես գեներալ Սքոթ Շերմանն է հայտնել, նրանք կփոխարինեն ազգային գվարդիայի զորքերին, որպեսզի վերջիններս կարողանան ուղեկցել ներգաղթի ռեյդերը կատարող դաշնային գործակալներին։ Ծովային հետևակայինները ներկայումս չեն մասնակցում ձերբակալություններին, այլ միայն պաշտպանում են դաշնային շենքերն ու անձնակազմը։ Նահանգային դատարանը ժամանակավորապես դադարեցրել էր գվարդիայի վերահսկողությունը Թրամփին վերադարձնելու հրամանը, սակայն 9-րդ վերաքննիչ դատարանը առայժմ արգելափակել է այդ որոշումը, թույլ տալով Թրամփին շարունակել զորքերի տեղակայումը։ Նյու Ջերսիի Նյուարք քաղաքում գտնվող Դելեյնի Հոլ դաշնային միգրացիոն կալանավայրից 4 կալանավոր է կարողացել փախչել։ Կալանավորները կարողացել են կոտրել նախ ներքին, ապա արտաքին պատը եւ դուրս գալ կայանը տեղի։ Նյուարքի քաղաքապետ Ռաս Բարական նշել է, որ խռովություն է տեղի ունեցել կալանավայրում, իսկ ցուցարարները դարպասների դիմաց փակել են ճանապարհը, բախվելով ոստիկանության հետ։ Դրա պատճառը ըստ մի քանի աղբյուրների եղել է սննդի մատակարարման ուշացումը։ Միգրանտ կալանավորները սնունդ են ստանում շատ փոքր չափաբաժիններով, նախաճաշը առավոտյան ժամը 6-ին, ընթրիքը ժամը 10-ին, իսկ ճաշ ընդհանրապես չեն ստանում։ Նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի քաղաքականության խստացման արդյունքում Կալիֆոռնիայի ֆերմաներում եւ վերամշակող գործարաններում իրականացվող լայնածավալ ներգաղթի ստուգումները լրջորեն վնասում են երկրի սննդամթերքի մատակարարման շղթան, նախազգուշացնում են ֆերմերային միություններն ու տնտեսվարողները։ Վերջին օրերին տասնյակ ֆերմերներ ձերբակալվել են Լոս Անջելեսի հյուսիս-արևմուտքում Վենտուրայի շրջանում, որը հայտնի է ելակների, կիտրոնների եւ ավոկադոյի մշակմամբ։ Մյուս աշխատողները սկսել են չգնալ աշխատանքի վախի պատճառով, քանի որ Թրամփը ոչ միայն խոստացել է կտրուկ մեծացնել ձերբակալությունները, այլև ուղարկել է դաշնային գործակալներ ձերբակալելու մարդկանց Հոմ Դիպոյի ավտոկայանատեղիներում, աշխատանքային վայրերում, ներառյալ մեքենայացման կենտրոններ ու կարի գործարաններ։ Կալիֆոռնիան է տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների բանջարեղենի ավելի քան 1/3-ը եւ մրգերի ու ընկույզների ավելի քան 3/4-ը։ Չնայած նահանգի ղեկավարությունը դեմոկրատներին է պատկանում, Կալիֆոռնիայում բազմաթիվ հանրապետական շրջաններ կան եւ շատ գյուղատնտեսներ ակնկալում էին Թրամփի աջակցությունը ջրի եւ առևտրի ոլորտներում, սակայն ներգաղթի հարցում սպասված աջակցությունը վերածվել է խստացման։ Երկուշաբթի օրվանից սկսած Վենտուրայի եւ Սանտա Բարբարայի շրջաններում առնվազն 43 մարդ է ձերբակալվել դաշտերում։ Թրամփը ընդունել է, որ խստացված ներգաղթի քաղաքականությունը ազդում է գյուղատնտեսության վրա, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչ առաջարկներով նա հանդես կգա։ Սան Անտոնիոյում իշխանությունները հայտարարում են, որ ուժգին անձրևների եւ հորդառատ ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, իսկ որոշ քաղաքացիներ դեռևս համարվում են անհետ կորած։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են հիմնականում կենտրոնանալով ջրով լցված եւ ավտոմեքենաներով լի առվակների վրա, որտեղ մի քանի տասնյակ մեքենաներ են հայտնաբերվել
շրջված կամ ջրի տակ անցած։ Սան Անտոնիոյի հրշեջծառայության խոսնակ Ջո Արինգտոնը հայտնել է, որ քաղաքի տարբեր հատվածներում արձանագրվել է ավելի քան 70 ջրի մեջ խրված մեքենայից մարդկանց փրկելու գործողություն։ Ոստիկանությունը եւ հրշեջծառայությունները շարունակում են նախազգուշացնել, խուսափել ողողված ճանապարհներից, քանի որ առուներն ու գետերը շարունակում են պահպանել բարձր ջրի մակարդակ։ Տեղական իշխանությունները բնակիչներին խնդրում են մնալ զգուշավոր եւ հետեւել անվտանգության ցուցումներին։ Միացյալ Նահանգները սկսել է ակտիվորեն փոխել իր ռազմական դիրքերը Մերձավոր Արևելքում Իրանի պատասխան գործողության համար։ Ինչպես հայտնում են ամերիկյան պաշտոնյաները, USS Thomas Hardner թռիչքային կործանիչը, որը կարող է պաշտպանվել բալիստիկ հրթիռներից, արդեն շարժվում է արևելյան միջերկրական։ Բացի այդ, մեկ այլ կործանիչ նույնպես շարժի մեջ է, որպեսզի հնարավորության դեպքում արագ տեղակայվի Սպիտակ տան հրահանգի։ Բացի այդ, ամերիկյան ռազմական ինքնաթիռները հսկում են տարածաշրջանի երկինքը, իսկ օդանավակայաններում ուժեղացված անվտանգության ռեժիմ է գործարկվել։ Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ժողով էր անցկացնում իր ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ Իրանի եւ Իսրայելի միջև լարված իրավիճակը քննարկելու համար։ Միացյալ Նահանգներն արդեն մի քանի օր է նախազգուշական քայլեր է ձեռնարկում, այդ թվում զինվորականների ընտանիքների կամավոր դուրսբերում Մերձավոր Արևելքից, քանի որ սպասվում էր Իրանին եւ փոխադարձ հնարավոր հարվածները։ USS Carl Vinson ավիակրի միջոցով Միացյալ Նահանգներն արդեն ունի ներկայություն Արաբական ծովում, իսկ USS Nimitz ավիակիրը կարող է ուղղվել դեպի տարածաշրջան ըստ անհրաժեշտության։ Ջորջ Վաշինգտոն ավիակիրն էլ արդեն դուրս է եկել Ճապոնիայից։ Նախագահ Դոնալդ Թրամփը հորդորել է Իրանին շտապ վերադառնալ բանակցությունների սեղան միջուկային ծրագրի սահմանափակման շուրջ, այն բանից հետո, երբ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանին, թիրախավորելով հարստացման կենտրոնը, հրթիռային օբյեկտներ եւ միջուկային գիտնականների։ Թրամփը հայտարարել է. «Սա երկրորդ հնարավորությունն է Իրանի համար փրկելու այն, ինչը երբևէ ճանաչվել է որպես պարսկական կայսրություն»։ Թրամփը շեշտել է, որ Իսրայելը հարվածել է Միացյալ Նահանգներից մատակարարված զինատեսակներով, որոնք համարվում են աշխարհի լավագույնները։ Իսրայելը խոստացել է շարունակել հարվածները, քանի դեռ դա անհրաժեշտ է Իրանի միջուկային ծրագիրը գլխատելու համար։ Իրանի արձագանքը երկար սպասեցնել չի տվել, ավելի քան 100 անօդաչու թռչող սարք է արձակվել դեպի Իսրայել, թռչելով Իրաքի եւ Հորդանանի օդային տարածքով։ Չնայած հարվածներին, Թրամփի հատուկ բանագնացը Սթիվ Վիթկոֆը դեռևս նախատեսում է կիրակի օրը մեկնել Օման նոր բանակցությունների համար, սակայն պարզ չէ, արդյոք իրանցիները կմասնակցեն այդ հանդիպմանը։ Նավթի գների կտրուկ աճից մինչև թերևս մեղմվող առևտրային պատերազմ, սա շաբաթվա հիմնական թվային ցուցիչների ամփոփումն է։ Մինչև 14%, այսքանով աճեցին նավթի գները այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Իսրայելի հարվածի մասին Իրանի վրա։ Գործարքներ կատարողներն անհանգստացած են, որ Թեհրանը կարող է պատասխանել խոչընդոտելով նավթի հոսքը Պարսից ծոցից։ Ըստ որոշ գնահատականների, Իրանի գործողությունները կարող են խաթարել օրական մինչև 20 միլիոն բարել նավթի տեղափոխումը։ 55%, այսքան է այժմ Միացյալ Նահանգների մաքսատուրքը Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա։ Լոնդոնում 2 օր տևած լարված բանակցություններից հետո Միացյալ Նահանգներն ու Չինաստանը համաձայնության են հասել չեղարկելու մի շարք սահմանափակումներ, այդ թվում Չինաստանի կողմից հազվագյուտ հանքանյութերի արտահանման սահմանափակումները։ Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Մենք հիանալի գործարք ենք ընկել Չինաստանի հետ եւ շատ գոհ ենք դրանից, սակայն համաձայնագրի մանրամասները դեռևս մնում են անհայտ, իսկ մաքսատուրքերը ամբողջությամբ չեղարկված են»։ Գրեթե 5%, այսքանով են ընկել Boeing ընկերության բաժնետոմսերի արժեքը այն բանից հետո, երբ 787 մոդել ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Air India-ի օդանավի 242 ուղևորներից միայն մեկն է ողջ մնացել, զոհեր են եղել նաև բնակիչների շրջանում։ Պաշտոնյաներն ասում են, որ դեռևս հիմքեր չկան ենթադրելու, թե վթարը տեղի է ունեցել ինքնաթիռի տեխնիկական խնդիրների պատճառով։ Այնուամենայնիվ, այս ամենը տեղի են ունենում այն ժամանակ, երբ Boeing-ը դեռևս փորձում է վերականգնել իր հեղինակությունը նախկին վթարներից հետո։ $10 միլիարդ, այսքան է կազմել OpenAI-ի տարեկան եկամուտը 2025 թվականի հունիսին նախորդ տարի միլիարդավոր դոլարների կորուստներից հետո։ Փորձագետները նշում են, որ այս թվերը վկայում են, որ ChatGPT-ն եւ նմանատիպ արհեստական բանականության գործիքները դառնում են լուրջ բիզնես։ Օրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։